Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Եկող տարի կլրանա մեր անվանի հայրենակցի ծննդյան 115-ամյակը, ով իր մնայուն հետքն է ունեցել եւ մեծ վաստակ ունի հայ արվեստի, մասնավորապես հայ քանդակագործության պատմության մեջ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Արա Սարգսյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի Պետական համալսարանի հայ արվեստի, տեսության եւ պատմության ամբիոնի դասախոս արվեստագիտության տեխնացու Սաթենիկ Վարդանյանը եւ նույն ամբիոնի դասախոս Հասմիկ Պարանյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Արա Սարգսյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Հայ մոնումենտալ քանդակագործության հիմնադիր Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 4-ին Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Տատյան ուսումնարանում, ապա Եսայան վարժարանում։ 1914-ից 18 թվականներին զբաղվել է գրագրությամբ, գծագրությամբ։ Սովորել է Պոլսի գեղարվեստի վարժարանում, Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում, մասնակցել ցուցահանդեսների։ Եղել է Նեմեսիս գործողության մասնակից, աջակցել Արշավիր Շիրակյանին։ 1925 թվականին հայրենադարձվել է։ 1925-ից 30 թվականներին Երևանի գեղարվեստական տեխնիկումում հիմնել է քանդակագործության բաժին եւ դասավանդել։ 1926 թվականին կազմակերպել է Ռուսաստանի նկարիչների ընկերակցության հայկական մասնաճյուղը, ընտրվել նախագահ։ 1932 թվականին հիմնել է Հայաստանի նկարիչների միությունը եւ մինչեւ 1937 թվական ղեկավարել այն։ 1945 թվականին հիմնել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը, 1952-ից 59 թվականներին եղել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեկտոր, ապա քանդակագործության ամբիոնի վարիչ, արվեստանոցի ղեկավար։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ էր, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։ Հայ քանդակագործներից առաջինն է, որ ստեղծեց մոնումենտալ արձան Մայր Հայաստանը Գյումրիում։ Հեղինակ է կոմպոզիցիաների, դիմաքանդակների, կիսանդրիների, Խաչատուր Աբովյան, Վալերի Բրյուսով, մոնումենտների, Հովանես Թումանյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Սահակ եւ Մեսրոպ, Նելսոն Ստեփանյան։ Կերտել է 340 քանդակ, ստեղծել 34 էսքիզ, նկարել 14 գրաֆիկական աշխատանք, կատարել 15 թատերական ձևավորում։ Հայաստանը ներկայացրել է Մոսկվայի, Նյու Յորքի, Չիկագոյի, Բրյուսելի միջազգային ցուցահանդեսներում։ Կրթել եւ դաստիարակել է հայ քանդակագործների մի քանի սերունդ։ 1973 թվականին Երևանում բացվել է Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի համատեղ տուն-թանգարանը։ Որսորդության եւ ֆուտբոլի սիրահար էր, վայելել է բոլորի սերն ու հարգանքը։ Անտիպ բանաստեղծությունների եւ պիեսների հեղինակ է։ ԽՍՀՄ-ում թողարկվել է Բացիկ։ Երևանում տեղադրվել են հուշակոթողներ։ Մահացել է 1969 թվականի հունիսի 6-ին։ Թաղվել է Երևանի քաղաքային պանթեոնում։ Տիկի Վարդանյան, այսօր Արա Սարգսյանին ներկայացնելուց շատ դրվագներով պարտավոր ենք շեշտել առաջինն է արել, առաջինն է հիմնել կամ ստեղծել, սկիզբն է դրել այդ արտահայտությունները։ Մասնավորապես հայրենադարձվելուց հետո 20-ական թվականների սկզբին արդեն ստեղծեց նա կամ հիմնեց Ռուսաստանի նկարիչների կազմակերպության հայկական մասնաճյուղը, հետագայում Հայաստանի նկարիչների միություն հիմնեց, դարձավ դրա առաջին նախագահը եւ մեր խորհրդաշրջանի եզակի նկարիչներից էր, ով ընտրվեց ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, արժանացավ ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչման։ Որպես նկարիչ եւ որպես նկարչության կերպարվեստի հիմնադիր կարող ենք համարել կամ հիմնադիրներից մեկը։ Ուրեմն նախ եւ առաջ պետք է խոսենք խորհրդային Հայաստանի մասին առաջի տասնամյակներ, ինչ էր ինձ ներկայացնում խորհրդային Հայաստանը։ Երբ 20-ական թվականներին մի խումբ մտավորականներ հրավիրվեցին Հայաստանի Հանրապետություն, նորաստեղծ, նրանք եկան տարբեր երկրներից, տարբեր մշակութային կենտրոններից եւ առաջի տպավորությունը, որը ստացան, դա ապշեցուցիչ զարմանքներ կարելի ասել, որովհետեւ նրանք չէին սպասում, որ երկիրը կարող էր գտնվել նման անհյուրընկալ, մշակույթ վիճակում, որովհետեւ բայց բոլորին հյուրընկալեց։
Չէ, անհյուրընկալ Կիսավեր վիճակ էր, բայց բոլորին մշակույթի համար այստեղ տեղ չկար, որովհետև կիսավեր վիճակում էր գտնվում Երևան քաղաքը, Հայաստանը ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը, սակայն կար մի հզոր կամք, կար մի հզոր էություն, դա հայորդիների ուրեմն էություններ, որը մշտաբորբոք էր պահում այդ երկիր կառուցելու, մշակույթ կառուցելու իղձը, ցանկությունը, երազանքը, նվիրվածությունը։ Այո, դա նվիրվածությունն էր։ Եվ Արա Սարգսյանը այդ անձանցից մեկն էր, այդ մտավորականներից, այդ անհատներից մեկն էր, որը չվախենալով պայմաններից, չվախենալով սոցիալ-տնտեսական կարգավիճակից, վճռել էր կառուցել, վճռել էր լինել մեկը առաջինը։ Բարվոք Եվրոպայից իր պարտք համարեց հայրենադարձվել։ Այո։ Շնորհակալություն։ Տիկին Պարանյան, Արա Սարգսյանը նաև մեր այն եզակի արվեստագետներից կամ քանդակագործներից ով ստացել էր դասական, ինչպես արդեն մեր հյուրը նշեց, դասական ակադեմիական կրթություն։ Մասնավորապես, կարծեմ Վիեննայի Գեղարվեստի ակադեմիան է ավարտել։ Եվ դա իր հետագա ողջ կյանքի ընթացքում ստեղծագործական իր կարևոր դերը խաղացել է իհարկե։ Տեսեք, Պոլսի գեղարվեստի վարժարանը ավարտելուց հետո բնականաբար այդ տարիներին Պոլսի վարժարանը չէր առանձնանում իր հատուկ այսպես բարձր ցենզով, կրթական ցենզով եւ յուրացնելով այնտեղի այսպես ուսումնական պլանը, բնականաբար բարձր թռիչքի արվեստագետի համար դա շատ քիչ էր եւ Արա Սարգսյանը դա խիստ հասկանում էր եւ բնականաբար ինչպես բոլոր արվեստագետները ձգտում են դեպի Եվրոպա, ուսումնառություն դեպի Եվրոպա եւ Արա Սարգսյանը Վիեննայում միանգամից չհայտնվեց, ճանապարհը նրան տարավ Հռոմ, Պոլսի վարժարանից հետո տարավ Հռոմ, սակայն Հռոմից ինչ պատճառներով մենք կխոսենք այդ պատճառների մասին, թե ինչու լքեց Հռոմը եւ հայտնվեց Վիեննայում։ Եվ տեսեք, Վիեննայի գեղարվեստի ակադեմիան շատ այսպես համաշխարհային ստատիստիկա է բավականին բարձր նշաձողի վրա է կանգնած որպես Եվրոպայի կենտրոնը կամ կենտրոններից մեկը։ Այո, եւ Արա Սարգսյանը, որը արդեն այսպես ուղղնուտով արվեստագետ էր եւ յուրացրել էր այդ ամենը եւ նաեւ մանկության տարիներից եկած իր բոլոր հնարավորությունները, այսպես ասած, գործի դնելով, այնտեղ այսպես էր վարպետաց գոյություններ նաեւ վարպետաց դպրոց, որը եթե այսպես բացատրելու լինենք, համարվում էր, ասենք թե Վիեննայի ակադեմիայի ասպիրանտուրան, վարպետաց դպրոցը մաստեր շուլեն, ընդունվում էին ակադեմիան ավարտած Այսինքն Արա Սարգսյանը միանգամից այդ վարպետաց դպրոցն է ավարտել, ասպիրանտուրան է ավարտել։ Այո, ընդունվել եւ ավարտել։ Եվ Տիկին Վարդանյանը շատ ճիշտ նշեց, որ այո, դասական, ակադեմիական սկզբունքներով ուսումնառության տարիներ, երկար տարիներ եւ այնպիսի վարպետների արվեստանոցում Հելմեր, Մյուլներ անուններ, որոնք պայմանավորել են եվրոպական դասական քանդակագործության այսպես անունը եւ պատիվը եւ ասեմ ձեզ, որ Արա Սարգսյանի այդ տարիները, քանի որ նա չափազանց երիտասարդ էր այդ տարիները, համընկավ մի փոքր այսպես տարաձայնությունների նաեւ ղեկավարների հետ, ովքեր որ աշխատում էին իր հետ այդ արվեստանոցներում, որովհետեւ Հելմերը չափազանց պահպանողական ակադեմիական սկզբունքների կրող էր, իսկ Արա Սարգսյանը եւ իր տարիքից ելնելով եւ նաեւ այո ձգտումները այլ էին եւ մի փոքր այդ տարաձայնությունները եղել են նաև արվեստի քանդակագործության բնագավառում, որովհետև Հելմերը միշտ ստիպում էր ուսանողներին անպայման դասականության շրջանում, ակադեմիզմի շրջանում պետք է ստեղծագործել պահպանողական սկզբունքներով։ Իսկ Արա Սարգսյանը այդ ժամանակ տարված ռոդենով, իմպրեսիոնիստական հովերով, բնականաբար փորձում էր այդ ամենը նաև իր արվեստում կիրառել։ Փաստորեն երկու այդ ուղղություններն էլ լավագույնս յուրացրել է Արա Սարգսյանը։ Այո, յուրացրել է, մոդեռնիստական եւ դասական։ Եվ իմպրեսիոնիզմը, այո։ Եվ այստեղ մի կարևոր հանգամանք, որ այսպես երբ որ ուսումնասիրում ես Արա Սարգսյանի արվեստը, չգիտենք ինչ կլիներ, եթե Մյուլները կյանքից շուտ չհեռանար, Հելմերը եւ նրա գործը չստանձներ Մյուլները, այդ տարաձայնությունները ինչով կավարտվեին, որովհետեւ չափազանց արդեն սուր։ Կարևորը մեկ բան գիտենք, որ հետագա տասնամյակների ընթացքում Արա Սարգսյանը իր մնայուն գործը շարունակեց։ Տիկին Վարդանյան, փաստորեն Արա Սարգսյանը հայ քանդակագործներից, ինչքան տեղյակ եմ, առաջինն է ստեղծել մոնումենտալ, այսպես ասած, արձան կամ հուշարձան, նկատի ունեմ Գյումրիի Մայր Հայաստանը, եւ բազմաթիվ հայտնի կամ քիչ հայտնի դիմաքանդակների, կոմպոզիցիաների կամ կիսանդրիների հեղինակ է։
այդ ուղղությունը նրա ստեղծագործության ներկայացրեք, մանավանդ մեր հայրենակիցներից երևի դուք հիմա որ թվարկեք նա ինչ հայտնի քանդակների կամ հուշարձանների հեղինակ է, մեր հայրենակիցներից երևի մի մասը տեղյակ է չի լինի, որ իրեն հանրածանոթ այդ հուշարձանների հեղինակը մեր այսօրվա հայորդին է։ Ավաղ, այո, շատ քիչերս ենք ճանաչում մեր մեծերին եւ պետք է նշել, որ Արա Սարգսյանին նախ եւ առաջ ամենահայտնի քանդակները թվեմ, դա Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանն է, որը իր լուծումով, իր կոմպոզիցիոն լուծումներով տարբերվում է Երևանի մեր հուշարձանից։ Ես չեմ, ասենք, թերացնում ոչ մեկի, ոչ մյուսի արժանինքները, պարզապես ամեն մեկը իր մեջ պարունակում է շատ մեծ սիմվոլիկա, գեղարվեստական, ուրեմն սիմվոլ, ամեն մեկը ունի իր մեջ հատուկ իմաստավորում։ Ասենք Գյումրիի սիմվոլիկան դա կառուցողական, ստեղծարար աշխատանքի խորհուրդն է կրում։ Բացի դրանից Արա Սարգսյանի հայտնի ստեղծագործություններից է Հովհաննես Թումանյանի նստակյաց քանդակը մոնումենտալ օպերայի ուրեմն եւ բալետի թատրոն շենքի ազատության հրապարակում եւ Ղուկաս Ճուբարյանի հետ համատեղ նա ստեղծել է նաեւ Սպենդիարովի, այսինքն ազատության հրապարակի այդ երկու փառահեղարձանների հեղինակը Արա Սարգսյանն է։ Եվ բացի դրանից 60-ական թվականներին մեծ մրցույթ էր հայտարարված Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի առջև, ուրեմն Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը տեղադրելու համար, եւ այստեղ մասնակցեցին մի շարք քանդակագործներ, այդ թվում Արա Սարգսյանը, եւ նա որոշել էր այստեղ կանգնեցնել ուրեմն Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթևի արձանախումբը, որովհետեւ ունենալով մեծ կրթություն, ունենալով նաև հասկանալով հայոց գրերի եւ հայոց հավատքի կարեւորությունը, նա չէր կարող բաժանել այս երկու սիմվոլը։ Բայց իհարկե խորհրդային կառավարությունը չընդունեց այս քանդակը, որովհետև սա ամիջվում էր Սահակ Պարթևի, այսինքն Երևանի պետհամասանի տարիներ անց արդեն դիմացի բակում էր։ Կարծեմ 90-ական թվականներին, հա, կանգնեցվեց ուրեմն այս արձանախումբը Երևանի պետական համալսարանի պետհամասանի ուսանողները թող իմանան, որ ամեն օր դասի գնալուց այդ արձանով հիանալուց ով է արձանի հեղինակը։ Արա Սարգսյանը ուրեմն տեղադրվեց նրա յետմահու իհարկե տեղադրվեց այս արձանը եւ այն իրոք հանդիսանում է մոնումենտալ քանդակագործության ամենալավագույն օրինակներից մեկը։ Արա Սարգսյանը ունի նաև բազմաթիվ դիմաքանդակներ, որոնք իրենց լուծումներով նույնպես մոնումենտալ են, սակայն մեր քաղաքում չեն գտել իրենց տեղը։ Երբ որ մենք ստեղծում ենք նոր հանրապետություն, երբ որ ժողովուրդը կարծես թե միջնադարյան, հա, մշակույթից մտնում է նոր փուլ 20-րդ դար, նա չի ունեցել ակադեմիզմ, ակադեմիական կրթություն մենք չենք ունեցել Հայաստանում։ Մեր բոլոր նկարիչները, այո, մեր նկարիչները կրթությունը ստացել են Պետերբուրգի ակադեմիայում, Վիեննայի ակադեմիայում, Փարիզի Ժուլիանի դպրոցում, Իտալիայում եւ այլն։ Հիմա մեզ համար հարկավոր էր անպայման ստեղծել այդ ակադեմիզմը, որպեսզի այն բացը, որը գոյացել էր միջնադարից մինչև 20-րդ դար, պետք է լրացնել։ Սա կարևոր դոմինանտ քայլ է։ Այսինքն հայ իրականության մեջ է ձեր նշած ակադեմիզմի սկզբնավորողը Արա Սարգսյանն էր։ Իդեպ ասեմ խորհրդային շրջանի մշակույթը, ինչքան էլ որ փնովենք այդ շրջանի սոցիալական հարաբերությունները եւ այն իրենից ներկայացնում է շատ այսպես պինդ մշակութային մի օջախ, ասենք, թե մշակութային մի ժամանակաշրջան, ասենք, երբ զարգանում էր բուրըն կերպով եւ ճարտարապետությունը, եւ քանդակագործությունը, եւ կերպարվեստը։ Շնորհակալություն, հետագասերներին մնում է այդ ակադեմիական ոճի շարունակող եւ հավատարիմ պահապան զարգացնող լինել։ Տիկին Պայանյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ մինչև Վիեննա հասնելը Հռոմ էր գնացել կամ Հռոմով էր Վիեննանցել։ Դա նաև Արա Սարգսյանի կյանքի մեր հայրենակիցներին քիչ հայտնի դրվագներից է, նա մասնակցություն է ունեցել որոշակի առումով Նեմեսիս այդ վրիժառոական արդարահատույց գործողությանը աջակցել մասնավորապես Արշավի Շիրակյանին այդ Թուրքիայի վարչապետ Սայիդ Հալեմին սատկացնելու կամ վրեժ առնելու գործում։ Եվ ոչ միայն նրան։ Եվ ոչ միայն նրան։ Այդ հատվածը ներկայացրեք, խնդրում եմ։ Տեսեք, Արա Սարգսյանի կյանքը կարելի է բաժանել երկու մասի, անվանելով
հայտնի Արա Սարգսյան եւ անհայտ Արա Սարգսյան։ Զարմանալի հրապարակային եւ գաղտնի։ Այո, ուսումնասիրության ընթացքում այնքան տարբեր շերտեր բացվեց տպավորությունները, որ հնագիտական նյութի հետ ենք աշխատում, շերտ, այդպես բացվեց եւ զարմանալի կյանք է ապրել Արա Սարգսյանը, որի շատ դրվագների մասին նույնիսկ հարազատները չեն իմացել եւ մասնավորապես այո նրա մասնակցությունը Նեմեսիս հայտնի օպերացիային, երբ ինչպես լույս սփռվեց այդ հայտնի իրադարձության վրա, որը Արա Սարգսյանը այդպես խնամքով 35 տարի թաքցնել, որ ունի հարազատ եղբայր, դա ամեն մարդ չէր կարող Իհարկե, անել։ դա նաև ողբերգություն է։ Եվ դա հանգամանքների բերումով էր զուտ եւ նաեւ ոչ հուշերում այդպես կա, որ ես իմ այսպես անվտանգության մասին չեմ հոգացել, ես հոգացել եմ իմ հարազատների, մասնավորապես եղբորս Պատրիկ Սարգսյանի, ով հայտնի դաշնակ էր Աթենքում, լիդերներից էր դաշնակցական գրասենյակի, եւ այս իրադարձության վրա լույս սփռեց Արշավի Շիրակյանի 1965 թվականին Բեյրութում լույս տեսած կտակ ներնահատակներու գիրքը, որը նվիրված էր Եղեռնի 50-ամյա ողբալի տարելիցին եւ հենց այդտեղ էլ արդեն հասարակությանը պարզ դարձավ, որ Արա Սարգսյանը Բայց այնտեղ անվան առաջից կարելի է։ այո, դա անձնական, տեսեք, երբ որ եղել է ասը, դա Արա Սարգսյանն է։ Դե ասը դա միայն ոչ մեկը չէր կարող կռալ, թե ով է հենց ասը։ Եվ անձնական խնդրանք է եղել նաև Արշավի Շիրակյանի, երբ Արա Սարգսյանը տեղեկանում է, որ Արշավի Շիրակյանը նպատակ ունի նոթագրելու այդ իրադարձությունը օպերացիայի հետ կապված, նա անձնական խնդրանք խնդրում է ընդհանրապես իր անունը չներառել գրքում, բայց Արշավի Շիրակյանը այնքան այսպես ազնիվ է գտնվել եւ պատմության հանդեպ եւ մեր հանդեպ, որ գոնե այդպես լիկվիդացնել ուղղակի ճիշտ չէր լինի եւ պատմությանը հակառակ կլիներ եւ այդպես չէինք իմանա Արա Սարգսյանի գործունեության այդ հատվածը։ Արա Սարգսյանը մասնավորապես տեսեք Հռոմի ժամանակ եւ նա հայտնվեց Հռոմում, այն ուսումնասիրողները, որոնք մինչ հիմա ուսումնասիրել են Արա Սարգսյանի արվեստը, շատ թռուցիկ, այսպես կարծես թե չեն ուզել այդ մասը շոշափել եւ դա հասկանալի էր, որովհետեւ տպվել է Արա Սարգսյանը այն թվականներին, երբ այդ մասին հանրայնացնելը այդքան էլ վտանգավոր էր, արգելված էր մեր մասը։ Վտանգավոր էր նույնիսկ կյանքի համար, ինչու՞ չէ։ Եվ ոչ միայն Արշավի Շիրակյանի գիրքը, այլ նաև Գրիգոր Մեղջանովի Իմ կտակը աշխատությունը լույս սփռեց այս տարիներով փակված ինֆորմացիայի վրա։ Հիմա արդեն կարող ենք մեր հայրենակիցներին տեղեկացնել, որ նա կպարտանա ոչ միայն արվեստի գործերով, այլև նրա գործնական հայրենասիրական։ Ես ասեմ, այո, Սաիդ Հալիմին Հռոմում վերացնելու գործում եւ նաեւ այսպես մի փոքր իրադարձություն կա, որ կյանքը թանկ էր Հռոմում եւ Արա Սարգսյանը որոշեց շարունակել Վիեննայում, բայց ֆինանսական հոսքերը երբ ուսումնասիրում ես Վիեննայում կյանքը շատ ավելի թանկ էր, քան Հռոմում, դա այսպես ծածկելու ակադեմիայում սովորելու զատ նաեւ զբաղվել է ինչպես Նեմեսիսի գործերով մասնակցել։ Արշավի Շիրակյանի հետ միասին ոչ միայն Սաիդ Հալիմի գնդակահարությունը, այլ նաեւ Ջեմալի եւ Բեհայեդին Շաքիր Բեյի Գերմանիայում վերացնելու process-ը իրականացվել է նաև Արա Սարգսյանի ջանքերով, մասնավորապես ապահովելով նամակագրական կապերը Վիեննա-Բերլին։ Շնորհակալություն, փաստորեն Արա Սարգսյանի ստեղծագործություններով հպարտանալուն կամ սիրելուն եւս մեկ կարևոր փաստարկ ավելացավ, որ առավել եւս մեզ բոլորից պարտավորեցնում է։ Տիկին Վարդանյան, Արա Սարգսյանը նաև հիմնել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը, քանի տարի եղել Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեկտոր, ապա կարծեմ քանդակագործության ամբիոնի վարիչ եւ մի քանի սերունդ հայ երիտասարդ նաեւ հետագամ նաեւ հանրահայտ դարձած քանդակագործներ է դաստիարակել կամ պատրաստ է։ Դուք ինքներդ որպես դասախոս, երիտասարդների հետ ամեն օր շփվող Արա Սարգսյանի այդ որպես մանկավարժ, որպես ակադեմիզմ արդեն ասեցիք, այդ ակադեմիական շկոլայի դպրոցի հիմնադիր որպես ներկայացրեք խնդրում։ Այո, իրականում սա անգնահատելի նույնպես դեր է նրա կյանքում եւ մեզ համար որպես նրա ժառանգներ, որովհետեւ Արա Սարգսյանը փաստորեն 1945 թվականին նա ուրեմն հիմնադրեց այդ դպրոցը, այսինքն ինստիտուտը
այն ժամանակ եւ երկիրը նոր էր ավարտել հայրենական պատերազմի պատերազմի ընթացքն էր դա դեռ հաղթանակներ չէր հայտնի եւ նա որոշում է հիմնել այս ինստիտուտը ընդ որում ոչ թե միայն ուրեմն գեղարվեստի ինստիտուտ, այլ նաև գեղարվեստաթատերական ինստիտուտ, քանի որ ուսանողների թիվը շատ քիչ էր գեղարվեստի ինստիտուտի համար, կառավարությունը չէր կարող թույլ տալ եւ ստիպված մի շատ մեծ ջանքերի շնորհիվ, նամակագրության շնորհիվ նա կարողանում է ուրեմն Մոսկվայից այդ հրահանգը ստանալ եւ բացել այդ ինստիտուտը։ Հիմա ես շատ հաճախ հետաքրքրվել եմ եւ նրա աշակերտներից եւ նրա հարազատներից, թե ինչպիսի դասախոս է եղել նա, ինչպիսի անհատ է եղել նա եւ պարզում է, որ բացի նրանից, որ նա ստեղծել էր մաստեր կլաս, այն ժամանակ դա չլսված երևույթ է, որովհետեւ բացի դասարաններից, բացի նրանից, որ գոյություն ունի դասախոսություններ, Վիեննայում վարպետաց դասարան է ստեղծել։ Դասարան է ստեղծում, այսինքն նա արդեն անմիջական շփվում է ուսանողների հետ եւ ցույց է տալիս այդ ընթացքը ստեղծագործելու, քանդակ ստեղծելու ծնունդն է ներկայացնում եւ սրանից բացի, ուրեմն այդ պրոֆեսիոնալ բարձր որակից բացի, նա տարբերվում էր մարդկային շատ արժանինքներով, խորը արժանինքներով։ Նա վերաբերվում էր բոլորին ինչպես իր հարազատ երեխաներին։ Կարեկի ձև հարյազ լինել։ Նա ուներ հատուկ ուրեմն արկղ իր սենյակում, որի մեջ դրամ էր միշտ պահում եւ յուրաքանչյուր ոք, ով ասենք կարիք ուներ, իրավունք ուներ գար եւ նա չէր նայում թե ինչքան վերցրեց, հետո վերադարձրեց թե կիսա վերադարձրեց։ Նա օգնել է բազմաթիվ նկարիչներին, նա կարողացել է շատերին ուղարկել Մոսկվա կրթությունը շարունակելու համար։ Եթե ասենք տաղանդավոր ուսանող էր լինում եւ նա ցածր գնահատականներ ուներ ուրիշ առարկաներից, ասենք հայերենից կամ այն առարկայից, որը չի առնչվում կերպարվեստի հետ, նա խրախուսում էր, որպեսզի նրան ոչ մի կերպ, ասենք, ետ չգցեն։ Սա մեկ կողմը։ Երկրորդ կողմը, այս վերջերս ես իմացա մի հետաքրքիր իրադարձություն, ուրեմն 1965 թվականին, երբ եղերական այդ իրադարձությունների առաջի անգամ այսինքն դուրս եկան հրապարակ երիտասարդները եւ հայերը եւ բարձրաձայնեցին Եղեռնի մասին, ուրեմն կոչեր էր գնում եւ նա միասին իր աշակերտների հետ, իր ուսանողների հետ մասնակցում էր այդ ցույցերին Ազատության հրապարակում, օպերայի մոտ հիմա մենք ասում ենք Ազատության հրապարակ, ուրեմն այդ ժամանակ բոլորը կանչում էին Ղարաբաղ, Ղարաբաղ, վերադարձրեք Ղարաբաղը եւ նա ինչ է ասում։ Ուրեմն ունենալով ուրեմն երկար փորձ, հա, չէ՞ որ նա Նեմեսիսի կազմակերպության մեջ էր եւ շատ քաղաքապես պատրաստված էր։ Նա ասում է, որ Ղարաբաղը այնուամենայնիվ մերն է դառնալու։ Դուք ուշադիր եղեք, ուշադրություն դարձրեք Նախիջևանին, որովհետեւ Նախիջևանը մենք կկորցնենք, այնտեղ հայաթափվում է տարածքը։ Այսինքն մարգարեացել է։ Նա զգուշացնում էր դեռ 60-ական թվականներին։ Այսինքն սա իր հին կյանքի, այն թաքնված կյանքի մի այսպիսի արձագանք էր, որ դուրս եկավ հանկարծակի այդ տարիներին։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան։ Տիկի Պայանյան, ինչքան տեղյակ եմ, դուք Արա Սարգսյանի կյանքի եւ գործունեությունը արվեստը հատուկ հետազոտության առարկա եք դարձրել, գիտական եւ նրա մասին գիրք եք պատրաստում։ Այդ տեսանկյունից ինչ է եւս հարկավոր անել, որպեսզի Սարգսյանի արվեստը, կյանքը, գործունեությունը ավելի մեր հանրությանը տեղեկացվի, հանրահարչակվի այսպես։ 1959 թվականը շատ բախտորոշ եղավ Արա Սարգսյանի համար, մասնավորապես նրա արվեստի եւ լուսաբանման տեսանկյունից այսպես շղարշ գցեց վատ իմաստով, որովհետև 1959 թվականին Բրյուսելում կազմակերպված էքսպոյի ժամանակ նա հանդիպեց եղբորը եւ դա այլևս այսպես վերհանեց Նեմեսիսում նրա ունեցած գործունեությունը, իսկ դա ինչպես այսօր չէր խրախուսվում, դա համարվում էր ազգի դավաճանություն, մինչև անգամ որակումներ կա, որ այդ Նեմեսիսի անդամները
ահաբեկի չեն, բայց ես այսօր ուզում եմ այս հաղորդման շրջանակներում էլ նշել, որ Արա Սարգսյանի անունը պետք է հնչի Սողոմոն Թեհլերյանի, Արմեն Գարոյի, Շահան Նաթալի, Արտաշես Գևորգյանի, Արամ Երկանյանի, բոլորի կողքին, Աշավիր Շիրակյանի, այդ մարդկանց կողքին պետք է հնչի նաև Արա Սարգսյանի անունը, Օնիկ Ավետիսյանի անունը, որ չի հնչում եգիպտահայ նկարիչ։ Մի խոսքով շատ անուններ կան, որոնք այսպես ստվերում են մնացել, դա պետք է ուսումնասիրության ընթացքում վերհանենք։ Եվ երբ որ արդեն այսպես Արա Սարգսյանի գործունեությունը ջրի երես դուրս եկավ 1959 թվականին, երբ եղբորը հանդիպեց եւ չկարողացավ զսպել իր այսպես ապրումները 35 տարի հետո, Արա Սարգսյանի արվեստի ուսումնասիրությունը մտավ փակուղի։ Եվ եթե ես այստեղ թվականներ նշեմ, ուսումնասիրությունը առաջի գիրքը, որ տպվել է, այսպես ոչ շատ մեծ, դա 1952 թվական, հետո 1962 թվական, դուք տարիների թռիչքը նայեք, եւ Արա Սարգսյանի մասին վերջին անգամ գրվեց 1975 թվականին Վահան Հարությունյանի հայտնի մենագրությունը եւ 82 թվականին նույն Վահան Հարությունյանի խմբագրությամբ Արա Սարգսյանի հուշերը, ելույթներ, հոդվածներ այդպիսի գիրք։ Չհաշված 2002 թվականին Վիկտոր Սոլախյանի անձնական հետազոտությունը Արա Սարգսյանի կյանքի անհայտ էջերի մասին 35 տարի Արա Սարգսյանը մնաց չուսումնասիրված։ Բացառությամբ մի քանի Դե հուսանք հաջորդ տարի ձեր աշխատանքը գոնե կավարտեք։ Ես ատենախոսական եմ գրում Արա Սարգսյանի մասին եւ նաեւ ընտանիքի ջանքերով Փառք Աստծո 2017 թվականին հասարակությունը կունենա այդ հնարավորությունը տպագրվում է բավականին մեծածավալ կատալոգ նվիրված Արա Սարգսյանին, արվեստաբանական նախաբանով, հարուստ պատկերաշարով եւ գիտական նյութի նոր մատուցմամբ։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Հարգելի բարեկամներ, այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին ներկայացրեցինք հայ մոնումենտալ քանդակագրության հիմնադիր եւ մոռացության մատնված հայրենասեր Արա Սարգսյանին։ Շնորհակալություն եւս մեկ անգամ հաղորդմանը մասնակցելու պատրաստակամության համար։ Իսկ հաղորդումը եզրափակեմ Մարտիրոս Սարյանի հետևյալ կարծիքով։ Արա Սարգսյանը մեր արդի կերպարվեստի սյուներից է։ Հայրենիքում ստեղծած նրա լավագույն գործերը ներծծված են մեր ժողովրդի վերածննդյան ոգով ու ապագային նայող խոր հավատով։ Արա Սարգսյանը իր բազմաբովանդակ գործունեությամբ անբաժան է հայ ժողովրդի եւ նրա մշակույթի պատմությունից։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Արա Սարգսյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։